Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ հետևորդներ, հարգելիներս, այսօր անդրադառնալու եմ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում տիրող իրավիճակին։ Դեռևս ապրիլի 18-ին հիշում ենք, որ ձերբակալվեցին պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, վերջինիս որդին եւ շախմատիստ Սմբատ Լպուտյանը։ Սակայն ինչն էր հետաքրքիր, հիշեցնեմ նաև, թե ինչ հոդվածներով էր նրանց մեղադրանք առաջադրվել, հետքի հետ զրույցում հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ևս նշել էր, որ մի խումբ անձինք հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անցնում են ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Սակայն ինչն է ուշագրավ այս պատմության մեջ, որ նման ծանրագույն քրեական հոդվածները վզին շալակելուց հետո անգամ պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի աշխատանքային գործունեությունը մինչ այսօրը կասեցված չէ։ Ես ուզում եմ հասկանալ, ուր է նայում ԿԳՄՍ նախարարուհի մեր Պետրոսի կնիկ Ժաննա Անդրեասյանը։ Ինչով եք զբաղված տիկին, թե ճիշտ են խոսակցությունները, որ Մարիամ Իսպիրյանը հանդիսանում է ձեր, այսպես ասած, սիրելիներից է Մարիամ Իսպիրյանը եւ որ դուք բավականին ջերմագին հարաբերություններ ունեք վերջինիս հետ։ Արդյոք այստեղ պետքա փնտրել այդ ողջ կծիկը պետքա այստեղ փնտրել եւ գտնել, թե այլ պատճառներ կան միգուցե։ Ես հիմա նաեւ մյուս պատտվող տեղեկություններին կանդրադառնամ եւ գուցե միասին հասկանանք, թե ինչն է պատճառը, որ մինչ այս պահը չի կասեցվել Մարիամ Իսպիրյանի աշխատանքային գործունեությունը։ Բա ինչով կբացատրեք, որ օրինակ հոկտեմբեր ամսին, երբ որ նույն համալսարանի ռեկտորին, պրոռեկտորին եւ էլի մի շարք անձանց ձերբակալեցին, այդ ժամանակ անմիջապես արագ տեմպերով կասեցվեց նրանց աշխատանքային գործունեությունը։ Բայց դեպքում ինչն է պատճառը, որ Մարիամ Իսպիրյանը նմանին հաջողվում է պլստալ եւ նման ասում եմ խայտարակ ծանրագույն հոդվածներով անցնող անձը պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը շարունակում է մնալ եւ պաշտոնավարել բուհում։ Ինչն է պատճառը, որ գոնե ժամանակավորապես չեք դադարեցնում վերջինիս աշխատանքային գործունեությունը։ Այսինքն ինչով է զբաղված էլի, ուզում եմ հասկանամ Պետրոսի կնիկ Ժաննա Անդրեասյանը, ինչա տեղակ չի, թե ինչ հոդվածներով է անցնում այս տիկինը, տեղակ չի, որ այս տիկինը այս հոդվածներով, այս խայտարակ պատմությամբ, այս մեղադրանքները, երբ որ մենք կարդում եւ ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ այս օրինակ մարդիկ են, որ շարունակում են խայտարակել, ինչպես ասում են, ռեսպուբլիկան եւ ինչու՞ չէ նաեւ բուհը։ Այսինքն ինչ է, ուզում եք ասել, որ թքած ունեք հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումների վրա, թքած ունեք հանրային կարծիքի վրա, թքած ունեք բուհում տիրող մթնոլորտի վրա, դուք ամեն ինչի վրա, այսինքն թքած ունեք։ Ժաննա Անդրեասյանը, դուք եք, չէ՞ որ ժամանակին ասում եք հայրենասիրությունը վտանգավոր եզրույթ է։ Բա հիմա վտանգավոր եզրույթ չի, որ խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ծառայողական դիրքը չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու մեջ մեղադրանքներով անցնող անձը շարունակում է պաշտոնավարել բուհում։ Դա վտանգավոր եզրույթ է, թե եզրույթ չի վտանգավոր։ Ժաննա Անդրեասյան։ Եվ այստեղ ուզում եմ հրավիրել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունը եւ ուզում եմ հարցս ուղղել Աննա Վարդապետյանին։ Տիկին Վարդապետյան, կխնդրեի, որպեսզի գլխավոր դատախազությունը եւս հետեւողական լիներ այս խնդրի հետ կապված եւ միասին փորձենք հասկանալ, թե որն է պատճառը, որ արդարադատությունը կաղում է։ Եվ այստեղ հրավիրում եմ նաեւ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին Նիկոլ Փաշինյանին եւ իրեն էլ եմ ուզում հարցնել։ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետությունում, Ժող Բաստիոնում ինչքան է շարունակելու
կաղալ արդարադատությունը, ես կասեի, որ արդեն ոչ թե կաղում է չնայած, այլ մահանում է ուղղակի ժող բաստիոնում արդարադատությունը, ահա նմանօրինակ դեպքերին առնչվելով ամեն անգամ, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ արդարադատությունը ոչ թե կաղում է, այլ արդարադատությունը ուղղակի մահամերձ է, մահանում է։ Հիմա ինչով կբացատրեք այս հանգամանքը, միգուցե մի հատ SMS ուղարկեք Ժաննա Անդրեասյանին, նախարարուհուն, ԿԳՄՍ նախարարուհուն եւ հարցնեք SMS-ով, թե պատճառը ո՞րն է, որտեղ է թաքնված շանգլուխը, որ մի շարք քրեական հոդվածներ վզին շալակած Մարիամ Իսպիրյանը շարունակում է պաշտոնավարել։ Միգուցե մի հատ SMS գրեք ու հարցնեք Նիկոլ Փաշինյան, եւ մեկ էլ հարցնեք արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, պտտվող այն տեղեկությունները, որ այս տիկնոջը Մարիամ Իսպիրյանին քաղցր աչքով է նայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Փարաքարցի Նարեկ Մկրտչյանը, եւ միգուցե պետք է այս թնջուկի թելերը փնտրենք դեպի այդ կողմերում, հա, պետք է այնտեղ միգուցե փնտրենք այդ չերևացող ականջները, թե ինչն է պատճառը, որ այսպես այսօրվա ժող բաստիոնում ըստ էության ինչ է ստացվում, ՔՊ-ն եւ նրա իշխանությունը շահում, պահում եւ փայփայում են Մարիամ Իսպիրյանա նմաններին։ Ինչն է պատճառը, նախկինների օրոք դուք պատկերացնում եք Նիկոլ Փաշինյան, այն որ ընդդիմադիր եք աշխատում նախկինների ժամանակ, դուք պատկերացնում եք ամբյոնը քանի անգամ եք տեղից անել, նորից տեղը դրել, երբ որ նման դեպք լիներ եւ այդ դեպքից հետո համապատասխան քայլեր եւ հետեւություններ չանեին, համապատասխան գործողություններ չիրականացվեին, երբ որ արդարադատությունը ասում եմ, ոչ թե կաղար, այլ մահանար, այդ ժամանակ դուք պատկերացնում եք ինչ էիք անելու հայրենի խորհրդարանում։ Հիմա Նիկոլ Փաշինյան, ձեր իշխանության օրոք ինչ է ստացվում, այսինքն նորմալ է, որ պետք է խարդախության, ծառայողական պարտականությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձը նորմալ է համարում, որ պետք է շարունակի պաշտոնավարել, նորմալ է համարում, որ կասեցված չէ աշխատանքային գործունեությունը այդ տիկնոջ, այդ դիցուհու աշխատանքային գործունեությունը, ինչն է պատճառը, թե ձեր իշխանության օրոք ամեն ինչ նորմալ է, օրինաչափահասը նորմա, լավ է, սևեր ու սպիտակներ, մերոնքականներ ու ձերոնքականներ, էլի ինչ է, մենք պետք է այդ ամեն ինչ այդ ականջները փնտրենք այդ թեզի մեջ, որ մերոնքականների ու ձերոնքականների բարագայում խտրական մոտեցում է ցուցաբերվում։ Եթե իրականում այդպես չի, ապա ուրեմն անցեք համապատասխան քայլեր եւ գործողություններ իրականացնելուն։ Այս խնդիրը ես պահելու եմ մեր ուշադրության կենտրոնում, հետևողական եմ լինելու, թե ինչ է կատարվում բուհում, հետևողական եմ լինելու, թե ինչ որոշում է կայացվելու Մարիամ Իսպիրյանի աշխատանքային գործունեությունը կասեցնելու հետ կապված, ինչ քայլեր եք ձեռնարկելու, մնալու է թեման մեր ուշադրության կենտրոնում, պարբերաբար ներկայացնելու ենք խնդիրները եւ ներկայացնելու ենք, թե ինչ մթնոլորտ է տիրում բուհի պատերի ներսում եւ ներկայացնելու ենք նաեւ պատճառները, խորանալու ենք պատճառահետևանքային կապերի մեջ, թե որն է պատճառը, որ այս կինը Մարիամ Իսպիրյանը կարողանում է այսպես ասած ժող բաստիոնում պլստալ։ Այն որ Նիկոլ Փաշինյանն ասում է, այդ որտեղ կեղծիք կա, այդ որտեղ անօրինություն կա, մեր օրոք, այո, ձեր օրոք, ինչի մեկի մասին ենք խոսել, ինչի մի դեպք ա եղել, մի դրվագ ա եղել, բա սրան ինչ կասեք։ Այսինքն ուզում եք ասել, որ հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումների վրա, այսպես ասած, բիրիքով թքած ունեք, այդպես է ստացվում։ Բա եթե պետք է հակակոռուպցիոնը բացահայտի, դրան չհաջորդեն համապատասխան քայլերը, եթե պետք է արդարադատությունը մահանա, այդ բացահայտումներից հետո, բայց բացահայտում են, որ ինչ անեն։ Նիկոլ Փաշինյան, գրեք SMS Ժաննա Անդրեասյանին եւ հարցրեք, ինչն է պատճառը, որ մինչ այս պահը Մարիամ Իսպիրյանի աշխատանքային գործունեությունը կասեցված չէ, ով արդեն ասացի, շարունակում է խայտարակել Ռեսպուբլիկան եւ բուհը։ Հուսամ Նիկոլ Փաշինյան, ձեռքները ծալած չեք նստի եւ կանցնեք
համապատասխան քայլեր եւ գործողություններ իրականացնելու։ Այլապես ասում եմ, երևացող եւ չերևացող կողմերի խնդիրների մասին բարձրաձայնելու ենք պարբերաբար։ Այսօրվա համար այսքանը։